Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, եկեք միասին այսօր պատրաստենք շատ համեղ և արագ պատրաստվող ընթրիք։ Սիրելիներս, եթե ձեզ էլ այսօր մտահոգում է այն հարցը, թե ինչ պետք է պատրաստել այսօր, քանի որ բոլոր տնտեսուհիների մտահոգությունն է դա, եկեք այսօր ինձ հետ պատրաստենք գղատան։ Գղատանը շատ համեղ է և շատ արագ է պատրաստվում։ Ես այսօր գղատանը կպատրաստեմ հավի կրծքամսով, իսկ ձեզ մոտ կարող եք, եթե ցանկություն ունեք, կարող եք պատրաստել աղացած մսով, բանջարեղենով և այն մթերքներով, որը դուք սիրում եք։ Ես այսօր կպատրաստեմ հավի կրծքամսով։ Հավի կրծքամիսը սկզբում կհամեմեմ իմ սիրելի համեմունքներով՝ աղ, պղպեղ, խմելի սունելի և սխտոր։ Կավելացնեմ մի քիչ ձիթայուղ և կդնեմ գազօջախի վրա, որպեսզի տապակվի։ Չմոռանամ ասել, որ ես նաև հավի կրծքամսին ավելացնում եմ կիտրոնի հյութ, քանի որ կիտրոնի հյութը ավելի փափուկ է պահում հավի կրծքամիսը և շատ համեղ է ստացվում ավելի։ Դե ինչ, մի լավ կխառնենք մեր պատրաստած միսը, կդնենք գազօջախի վրա կեփի և կավելացնենք մեր սիրած բանջարեղենները։ Այս դեպքում ես այսօր խառնեցի բոլորը, ընդհանրապես խառնում եմ բրոկոլի և նմանատիպ բանջարեղեն, բայց հավատացեք, բոլորով շատ ավելի հյութալի է և համեղ։ Ամենավերջում կխառնենք քերած պանիրը և կթողնենք մի կողմի վրա, որպեսզի հովանա։ Ես արդեն նախապես կլպել և լվացել էի կարտոֆիլը, այսպիսի բարակ շերտերի ենք բաժանում և կրկին համեմում ենք աղով, սև և կարմիր պղպեղով, մի քիչ ձիթայուղ ենք ավելացնում, մի լավ խառնում ենք և արդեն կարտոֆիլն էլ է պատրաստ։ Թավայի առաջի շերտը շարում ենք կարտոֆիլը, այնուհետև երկրորդ շերտը շարում ենք մեր պատրաստած միջուկը և երրորդ շերտով կրկին կարտոֆիլը գեղեցիկ հավասար շարում ենք։ Իսկ ամենավերջում վրան կլցնենք թթվասեր, կտարածենք ամենուր, կփակենք և կուղարկենք ջեռոց։ Ջեռոցում կթողենք այնքան ժամանակ, մինչև որ տեսնենք կարտոֆիլը բավականին փափուկ վիճակում է։ Այնուհետև կբացենք կարտոֆիլը, վրան կավելացնենք քերած պանիր և կրկին կուղարկենք ջեռոց։ Արդեն երբ որ տեսնենք, որ վրայի պանիրը շատ հաճելի գեղեցիկ տեսք ունի, արդեն պատրաստ է ուրեմն։
Դե ինչ այսօրվա իմ ընթրիքը արդեն պատրաստ է։ Ես համոզված եմ, որ կգոհացնեմ իմ ընտանիքի անդամներին, դուք ինքներդ պատրաստ եք եւ ձեր ընտանիքի անդամները նույնպես գոհ կմնան։ Դե ինձ սիրելիներս, վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ ինձ աջակցելու համար։ Եթե չեք հասցրել բաժանորդագրվելի մեջին, ապա խնդրում եմ բաժանորդագրվեք, լայքեք եւ թողեք ձեր մեկնաբանությունը։ Եվ ինչու ոչ, գրեք թե դուք ինչ եք պատրաստելու այսօր։ Ես ինքս ձեր խորհրդին կհետևեմ։ Շնորհակալություն։